Դառնով նետվում է առաջ, հրաշալի է խաղում Արտակ Գրիգորյանը եւ բացված է հաշիվը։ Ռուսլան Կորյանը դառնում է գոլի հեղինակ եւ սա իհարկե Արտակ Գրիգորյանի նվաճումն է։ Հրաշալի անցում։ Կարծում եմ բոլորը հիշեցիք Չեռնոգորիայի հետ հանդիպումը հենց այս ստադիոնում, ինչպես Արտակ Գրիգորյանը ճեղքեց։ Շատ լավ խաղաց երկրորդ հարկում Մանուչարյանը եւ Մխիթարյանն է նետվում առաջ, փոխանցում Կորյանին, պատասխան փոխանցումը Մխիթարյան եւ գոլ։ Երկրորդ գնդակն է հայտնվում Սենթքինս եւ Նևիսի հավաքականի դարպասում Հենրիկ Մխիթարյանը իսկական ցնծություն է առաջացնում Հանրապետական ստադիոնում 21-րդ գնդակը մեր հավաքականի կազմում Կորյանի պատասխան փոխանցումը, հետո արդեն Մխիթարյան ամեն ինչ շատ հանգիստ արեց Տուգանային հրապարակում։ Մանուչարյան, Գալբաշյան, Տուգանային հրապարակում է, փոխանցում եւ գոլ։ Երրորդ գնդակն է ցանցում ու կրկին Հենրիկ Մխիթարյան դուբլի հեղինակ է դառնում Հայաստանի հավաքականի հավաքը։ Եվ տեսեք ինչ արագ հակադրոց ստացվեց։ Ներողություն։ Գնդակ մեր տղաները Արասոս Բիլիս փոխանցում եւ Սարգիսովը կարող է իր արագությունը զարգացնել։ Խլում է գնդակը Սարգիսովը, արված գոլ։ Որքան հնարամիտ էր հիմա Արտուր Սարգիսովը, ինչ խելացի գոլ է խփում մեր արձակողը։ 4-0 է դառնում հաշիվը 68-րդ րոպեին։ Տեսեք, արագությամբ նախ իր գործն արեց, գնդակը խլեց, մոտեցավ դարպասապային Սուրանկյունից։ Սարգիսով շրջանցել պաշտպանի չստացվեց։ Եվ տեսեք, ինչպիսի նվեր է իմաստանում Արտակ Գեդիգարյանը պաշտպանից եւ կարծես պատվերով ավելացված ժամանակից առաջ, վարկյաններ առաջ, ոչ 89-րդ րոպեի վերջը մասնարարապես հաշիվը դարձնում է 5-0, տեսեք գտնապատկերը, միթե այստեղից կարելի է դարպասապային փոխանցել։ Իհարկե ոչ, Արտակ Գեդիգարյանը